Ազատության հրապարակում նստացույցի մեկնարկից 28 օր անց Արցախի նախագահն առաջին անգամ այցելել է Վրան շտաբ։ Սամվել Շահրամանյանն այս ընթացքում մի քանի անգամ հանդիպել է արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ։ Նրանք նախ ներկայացնում են Վրան շտաբ կառավարություն քննարկումներում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Իրենք հիմնավորել են, որ կարող եք տեղափոխվել գրասենյակային պայմաններով, մենք հիմնավորել ենք, որ Վրան այն հարթակն է, որտեղ հանդիպումներ ենք ունենում մեր քաղաքացիների հետ, հավաքագրում ենք արցախցիների բոլոր խնդիրները եւ սա հնարավորություն է շփվելու մեր հայրենակիցների հետ։ Վրանը չի կարող խանգարել որևէ կերպ, որպեսզի մեր առաջարկությունները ներկայացնենք ձեզ։ Իմիջիայլոց այսօր մեր առաջարկությունները գրավոր ներկայացնելու ենք իրենց։ Առաջիկա օրերին պետք է խորհուրդը հանդես գա հայտարարությամբ։ Նախագահ Շահրամանյանը եկել է նախաձեռնությանն իր աջակցությունը հայտնելու։ Խորհրդի անդամների հետ փակ քննարկումից հետո պատասխանում է լրագրողների հարցերին։ Այս նախաձեռնությունը շատ կարևոր է մեր հասարակության, իդեմս արցախցիների իրավունքների պաշտպանության տեսակետից։ Այսօր խորհուրդը կանգնած է ծանր եւ դժվար որոշում կայացնելու փուլում եւ օրեր անց պետք է իրանք որոշում կայացնեն ինչ ճանապարհով են հետագայում շարժվելու եւ ես քննարկել եմ իրանց հետ տարբերակները եւ նաեւ իմ աջակցությունը հայտնել։ Վրան շտաբը հանելու եւ գրասենյակային քննարկումների անցնելու որոշման դեպքում Արցախի նախագահը պատրաստ է տարածք տրամադրել խորհրդին։ Շահրամանյանի գնահատմամբ 40+10,000 ծրագրի կասեցման պատճառով արցախցիները ծանր վիճակում են հայտնվել։ Այդ աջակցությունը դադարեցնելը կնշանակի, որ հազարավոր մարդիկ կհայտնվեն փողոցներում, չեն ունեն հնարավորություն այդ բնակարանները վարձել եւ շարունակել մինիմալ պայմաններում ապրել։ Շահրամանյանը որոշ տեղեկություններ հայտնեց նաև արցախցիների վերադարձի ուղղությամբ աշխատանքների մասին։ Հավաքական վերադարձը միջազգային իրավունք է, որը պետք է մնա օրակարգում, ասում է նախագահը։ Այո, մենք իրավունք ունենք արժանապատիվ անվտանգ վերադարձ ապահովելու։ Այդ նպատակով ազգային ժողովի կողմից ստեղծված է հանձնախումբ, որը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը եւ ես կարծում եմ, որ էֆեկտիվ աշխատանքներ են իրականացնում։ Դուք տեղյակ եք, որ վերջերս Շվեյցարիայի խորհրդարանը ընդունել է բանաձև, որի համաձայն պետք է խաղաղության կոնֆերանս իրականացվի, որտեղ կմասնակցեն եւ Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչները։ Արցախի էջը փակող իշխանության օրոք հնարավոր է արդյոք բարձրացնել վերադարձի կամ Արցախի թեման բանակցային սեղան բերելու հարցերը։ Անդիմադիրներն ու Արցախի բազմաթիվ քաղաքական գործիչներ լուծումը տեսնում են Փաշինյանի հեռացման ճանապարհով։ Արցախի նախագահը միանում է անդիմադիրների կարծիքին եւ պահանջում է արդյոք Փաշինյանի հրաժարականը։ Փաշինյանի հրաժարականը կարող են պահանջել այս իշխանությունները ձևավորած քաղաքացիները։ Մենք այո ունենք մեր դիրքորոշումը, որը այս պահին ես ճիշտ չեմ գտնում ասել։ Մայիսի 21-ին դրանում է Շահրամանյանի լիազորությունների ժամկետը։ Առաջին անգամ արցախցիները նախագահ պետք է ընտրեն հայրենիքից հեռու։ Սահմանադրության համաձայն թեկնածուների առաջադրումը նախատեսված է մայիսի 21-ից հետո 7-ից 10 օրվա ընթացքում։ Շահրամանյանը դեռ վերջնական որոշում չունի, թեկնածու կառաջադրվի թե ոչ։ Կախված է մեր քաղաքական ուժերի դիրքորոշումից, մեր հասարակության դիրքորոշումից եւ մենք հաշվի ենք առնելու այդ բոլորի կարծիքները եւ կարծիքները։ Նախագահի հետ հանդիպումը եւս մեկ անգամ վկայում է, որ արցախցիները միասնական են։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Շահրամանյանի հետ հանդիպումը արդյունավետ ու կարևոր է համարում։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։